Ոնց Հարութը ասեց, հերթը եկավ ինձ խոսալու, ներկայացնելու, որպես իմ աչքերով ինչ եմ զգացել, ինչ եմ տեսել, մի խոսքով, ամենավատ բանը կարելի ասել թե ֆիզիկապես, թե հոգեպես ես եմ զգացել այդ ժամանակ, ու բացի դրանից էլ ամենաշատն որ պատասխանատվությունը իմ վրա էր։ Ուզում եմ ձեզ սենց թեթև ներկայացնեմ, չնայած որ խոստանում եմ, որ վաղը պետք է գնանք դեռ հələ ոստիկանություն, այն բան մի խոսքով, որ արդեն անալիզներ, բաներ վերցնեն, այդ ժամանակ ճանապարհին անպայման ձեզ ցույց կտամ որտեղ ենք ավտոն խփել, ինչ վիճակում է, չնայած դուք արդեն կադրեր տենում եք, բայց ամենայն դեպս բոլոր դետալները ձեզ ցույց կտամ։ Ոչ մեկը չէիք տեսել։ Մի խոսքով ժողովուրդ ոնց Արմը ասեց, անփորձանք, հետաքրքիր է Տրուբեն, ֆիանգե։ Մտ հասկանենք։ Որդ ցանգե, էլի։ Բայց եթե կարակ ինչ-որ մեկը տրամաբանի, զոտ այդ պայն դու չես տեսա, այսինքն անձրևել է, չէ՞։ Դե այդ պայնը ռակցիա դուրս ձևը աշխատում էլի, ոսկե։ Այդ պայրից աշկերտ փակում ես, աստղ չես ասում, այլ սպաստնամ ինչ արել։ Հիմա այդ պայն շատ է հետաքրքիր։ Մենք խփել ենք ստե, բայց տրուբես դե անգե, այսինքն մենք տրուբից ենք խփել եկել մտեստե, թե ոնց։ Բայց ես գացի մեքենան արդեն ուզում էր, չէ, ուզում էր արդեն շուռ գալ, արա այն որ դմ այլ լինում, այստեղ դմ քել է։ Ալմեն էս լադոկներն է։ Էսի նայեք ժողովուրդ տրասն է, էսի հողային տարածքն է, այս մասը, որ արդեն ավտոնսից թեկեթում է, ավտոն սենց է լավ ու եկավ կապավ չգիտեմ ինչին։ Ու ես այդ կապնելու բարձիկները բացվելն եմ հիշում ժողիր։ Ես բարձիկներ բացվել вообще չեմ հիշում, ես պրոստը հելել տեսել եմ որ բարձիկներ են բաց։ Դուք դուխով եք։ Միշտ իմացեք, ինչ լինում է, ասում են ժեշտին լինի, դի անիմաց չեմ ասի, yəni հնու ծլե եկել է։ Հրաշք է էլի հորսա ֆակտ ասված։ Արե։ Ապա դե ինչ շատ է հրաշքները, որ ես չեմ կարող ասեմ օրինակի համար ավելի շատ ամեն օրս Իրանով է սկսվում, ամեն օրս Իրանով է ավարտվում։ Ու շնորհակալ եղեք, ոչ թե ինչ որ քո պատահար լինի ձեր կյանքում ասես վայ Աստված արեց, այլ դու մտածի որ քո մենակ արտնանալը արդեն իսկ Աստված է անում։ Ու արդեն քո ենթագիտակցորեն մտնի որ ինչ հլում է պայտոգու Աստված է անում։ Խոսում ենք իրար հետ Աստծո կամքն է։ Խոսում ենք այս մարդկանց հետ նայում են, այսինքն Աստված կամենում է որ լսելի լինի այս մարդկանց համար, որ մենք ինչ ճանապարհ ենք անցել, որ մենք Աստծո մասին, Աստծո խոսքը ավելի sense ասած հանրային դարձնենք 100% ժողովուրդ։ Այ հեսա խաչը ժողովուրդ նայեք, այս խաչն է, այս խաչն է։ Ավարյանը եղել է այստեղ։ Բայց թող խաչը ձեր միշտ սրտում լինի։ Ինչ ուզում եք, ինչ ճանապարհ ուզում եք անցնեք, թող իմանաք որ Աստված ուր դե ուզում եք եղեք ձեզ ուղղորդում է ու դեպի լավն է տանում։ Էսի այդ կյանքի փուլեր էս է անցեք։ Սրանից ավելի լավն է լինելու։ Այս բանը թող ձեր կյանքում ինչ-որ մի հատ sense փուլ լինի, հասկանաք Երևի Հարութը ասած կլինի, որ արդեն գնացել էինք բենզալցակայան, բենզին լցրեցինք, դրանից մոտավորապես մի րոպե, տոլի 2 րոպե հետո այդ դեպքը եղավ։ Ինչ ա եղել ավտոյի մեջ, ժողովուրդ։ Ես հիշում եմ, դե ու դարից հետո բնականաբար հիշողությունս այդքան էլ լավ չի, բայց հիշում եմ, որ ես ու Արմենը Bluetooth էինք ուզում կպցնեինք, երգ լսեինք։ Հարութը այդ ժամանակ երբ որ բենզալցակայանում բենզին էինք լսում, եկավ դզեց, գնաց նստեց CLS-ը ու շարժվեցինք։ Հետո հիշում եմ, որ Արմենը երգ էր բարձրացնում, երգը բարձրացրեց ու դրանից հետո անկեղծ ասած մեկ է հիշում եմ այն պահը, որ ոնց որ գիտեք ինչ լինի, ում ասում եմ ինքը մարդիկ չեն հավատում, չեն հասկանում այդ ինչ զգացողությունն է, բայց ոնց որ ասես քնած լնես, բայց ես լիշտող եկին չեմ քնե։ Բայց այդ զգացողությունը, զուտ հիշողությունը կտրվել է։ Ոնց որ քնած լնես, աշկերտ բացեն ու դու զգաս, որ արդեն ասես ռուլը փորձում ես դզես, տորմուզ ես տալիս ու դու տենց թարս այթում ես, չգիտեմ ուր, որովհետև այդ ժամանակ էլ պրիտոմ ես հələ ասենց ասած չէի հասկանում ինչ է կատարվում ու ուրեմն ես գնում, ես անկեղծ դաժե գնայի ձորը, Աստված ոչ աներ, ես մեկը այդ պահը չէի հասկանում ինչա կատարվում։ Ես մենակ այն էի փորձում այդ պահին, որ ավտոն ինչքան հնարավոր է կանգնացնեմ, դաժե եթե ավտոն տրասին ֆրար պրոստը, տենց ավելի լավ է, չեմ ինչ-որ միտեղ ընկնել է կամ միտեղ խփել է։ Կոնկին գնում ենք Վրաստան, ավտոն էս վիճակում է։ Ինձ ասին անհնարավոր է այս ավտոն ինչ-որ մի բան էս բարակամ հələ որ անել։ Այդ խոսքը շատ կարևոր է։ Ինչ է նոմա թոժեշտին լինի։ Միշտ ինչ է նոմա թոժեշտին լինի։ Մի խոսքով ժողովուրդ փորձում էի ավտոն կանգնացնել ու արդեն երբ որ հասկացա որ հելանք ավազների վրա ու ավազների վրա հելնելուց այսինքն ավազ չէր ցեխերը ժամանակի անձրև էր ահավոր ուշեղ գալի երբ որ հասկացա որ կանգնացնել հնարավոր չի ու այդ ցեխերի վրա էլ արդեն դմ սենց իսկ թվում է հեծանիվով է դաժե հեծանիվ քշած մարդիկ ովքեր պրոստը հելնում են ավազի վրա դղդղկոցը զգում է պատկերացեք արագության տակ դենց ավազի վրա հելնես ցեխի վրա հելնես ու մի խոսքով արդեն որ հասկացա հնարավոր չի սենց ասած հույսդ կորցնում ես էլ այդ ժամանակ մտածում ես всё այլ ոչ իման դու չես կարա փոխես անհնար է դու դե բան կարենաս փոխես դու սպասում ես ինչ պետք է լինի ու երբ որ
այդ ուդարը եղավ, ես զգացի այդ ուդարը, մեկ էլ այն բանը եմ հիշում, որ արդեն բարձիկները բացված, զգում եմ, որ պրոշը սենց ուռած է ու սենց դմբրվածություն է, դա ինչքան գիտեմ։ Կասուտ բղեկեց սաղլավա, տարան հիվանդանոց, ռենգեն բանարին, Զապին ու Միրզախանյան Արմենին։ Փորձանքից հեռու եղեք, ասած բոլորիդ հետ հայր ջան։ Ես իմ արդեն երկրորդ ավտոնը որ էս օրիա գալի։ Կարևորը բոլոր դամ փորձանք եղեք, նտստե ներսը։ Ուղղակի մահից ենք բրծե, շտապ բարձեն։ Ահա որա։ Նայեք։ Էստրուբեն տվեք ծվել է, ստեից ուդար եղել է, դուրը սաղես կոմ ծրվել է։ Դե այն կոմը խոսքերն ավելորդ է, այն կոմից երկաթը ծակի մտել է դռան մեջ։ Քարտ ասում ոչ մեկին բան չի ելել։